Բարև սիրելիներս, այսօր էլի լվացք եմ անում։ Երեխայի շորերն եմ ուզում լվանալ, բայց ամեն անգամ մաքրություն անելիս մի բան եմ մտածում։ Միշտ մեզ թվում է, որ ամեն ինչ պիտի մաքուր լինի։ Ճիշտ իր տեղում։ Եթե մի բան պակաս է կամ մի անկյուն չես մաքրել, արդեն մի տեսակ անհանգիստ ես լինում։ Բայց մի օր մտածեցի, այդ իդեալականության կարիքը ում համար է։ Ինձ համար, թե որ ուրիշները տեսնեն, որ ամեն ինչ մաքուր է։ Իրականում ես էլ եմ երբեմն հոգնում, ուղղակի ուզում եմ նստել, ոչինչ չանել, բայց գլխումս մի ձայն է. լվացքը դեռ չես արել, սենյակն էլ պիտի հավաքես, ու այդ պահին ես հասկանում եմ, երբեմն մաքրությունը ոչ թե հանգստացնում է, այլ ավելի լարում է։ Բայց մյուս օրերին, երբ ես իսկապես ուզում եմ մաքրել առանց պարտադրանքի, հենց այդ պահին մաքրությունը դառնում է հանգստություն։ Ինչն է փոխում։ Միգուցե ոչ թե գործողությունը, այլ այն, ինչ ուզում եմ ես իրականում ներսից։ Երբ դու հանգիստ ես, մաքրությունն էլ հաճելի է, իսկ երբ որ հոգնած ես, ամեն բան ավելի ծանր է թվում։ Հիմա փորձում եմ հասկանալ, գուցե պետք չէ ամեն բան իդեալական պահել։ Եթե մի օր չմաքրեցի, ոչինչ չի պատահի։ Եթե մի շոր մնաց չլվացած, էլի ոչինչ։ Կարևորը ես լինեմ հանգիստ, չլարվեմ ամեն բանից։ Այ ես սիրում եմ մաքուր, կատարյալ տուն։ Բայց հիմա հասկանում եմ, մաքրությունը պետք է լինի ոչ թե սթրես, այլ մի ձև հանգստանալու միջոց։ Շնորհակալություն, որ այս վիդեոն դիտեցիք մինչև վերջ, չմոռանաք դրեք ձեր լայքերը, գրեք մեկնաբանություններ ձեր կարծիքի մասին, ես անպայման կկարդամ դրանք, բաժանորդագրվեք իմ ալիքին, ցտեսություն։